իրենք իրենց ոտքով ձեռքով բերեցին, թաթախեցին Թուրքիային այս հակամարտության մեջ եւ հիմա որպեսզի կարողանան պարզերեսի դուրս գալ, թաթախել են։ Պիտի ստիպված Թուրքիայի հետ հարաբերությունների նվազագույն այնպիսի մակարդակ կարողանան ապահովել, որպեսզի ներքին լսարանին ինչ-որ բան հիշեք Չեմբերլենին։ Ադրբեջանը այն հույս ունի, որ Հայաստանի իշխանության հետ գործակցաբար մինչև 25 թվականը կհասնի եւ սահմանազատման եւ սահմանագծման, որտեղ կկանգնեն եւ կասեն, թե եթե մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատում, ռուսական զորքի ինչ գործ ունի այստեղ դուրս անեք, ռուսական զորքը որ դուրս եկա բնականաբար կամ պիտի պարփակվի հենց Արցախում կամ պիտի ընդհանրապես տարածաշրջանից դուրս գա, սա պլան 1 ինչ որ մտածվում է եւ կա երկրորդը ինչ որ այս ամբողջ գործընթացները տեղի ունենում ռուսական կողմի հետ պայմանավորվածությամբ, ուղղակի սպասելով ռուս-ուկրաինական հակամարտության դրական ավարտը։ Հաջորդը լինելու է պաշտպանության բանակի զինաթափման պահանջի չկատարման դեպքում հատուկ գործողությունների իրականացում, այսպես կոչված պատժիչ հակաահաբեկչական։ Թուրքիա-Իրան հակամարտություն ռազմական դրսևորմամբ այդպես չի լինելու, մոռացեք։ Էրդողանի վերընտրությունը շատ ծանր է լինելու հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Գործող իշխանության համար փառքեորեր են լինելու։ Որովհետեւ այդ անձնավորությունը լավ հնչեցնեմ կներեք Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իշխանության պահող միակ գարանտը երաշխավորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Տարածաշրջանը պատերազմից 5 պակաս ռեժիմով է ապրում, ամեն վայրկյան թշնամին կարող է հարձակվել։ Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում։ Թշնամու պարտադրած պատերազմին չի կարելի գնալ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց աշխարհի անտարբերությունը Արցախի հարցում, հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը օրինականացրեց Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս շատ կարևոր նրբություն։ Ինչու եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա հենց այն քարտեզն է, որն սպառնում է մեզ։ Արտաքին թշնամին այո ուզում է մեզ ոչնչացնել։ Արցախի կորստից հետո հարձակում լինելու է հենց Սյունիքի վրա։ Թուրքիան ունի հստակ քաղաքական որոշում, որ իր համար Հայաստանին ճանապարհ տալը դեպի ծով, դեպի Սև ծով շատ թանկ է վաճառելու, եւ այդ թանկ վաճառքը ընդհանրում է արդեն փոխանակում Ադրբեջանского Սյունիքով։ Հիմա Միացյալ Նահանգները փորձելու է հասնել խաղաղության պայմանագրի կնքման Երևանի եւ Բաքվի միջև։ Հայաստանը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անարգել ճանապարհ, որը զգուշորեն չենք անվանի միջանցք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հերոսի կերպարով հանդես գալ եւ այդ վեղարը կրելով պնդելու է, որ այդ ճանապարհը պետք է հսկեն տվյալ պետությունների ուժերը։ Միացյալ Նահանգները փորձելու է այլընտրանք ստեղծել Երևանի եւ Բաքվի համար։ Եթե ստացվեց, Արցախում ռուս խաղապահների կարիք չի լինի։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դեմարշ հայտարարի ՀԱՊԿ-ին, դուրս գա ռազմաքաղաքական այդ բլոկից, ամերիկյան քավորությամբ կնքի Բաքվի հետ Բաղձալի խաղաղության պայմանագիրը, որի փոխարեն տարածաշրջան կթափվի ամերիկյան փող, ներդրումներ, կապրենք ուրախ ու երջանիկ, կազատվենք ռսի սապոգից։ Փաստորեն ամերիկացիք ճիշտ են, երբ ասում են դեպի դժոխք տանող ճանապարհը միշտ էլ բարի նպատակներով է լցված։ Առավելագույնը, որ կարող է սպիտակ տանը ստորագրվել, դա մտադրությունների հուշագրի ստորագրումն է։ Չկա Արցախ, չկա խնդիր։
Խաղաղության այս իմիտացիոն փաստաթղթի առանցքում կարծես հենց այս գաղափարն է, որը բնականաբար ունի միջազգային մի քանի կնքայր։ Նիկոլ Փաշինյանն ստորագրելու է մի փաստաթուղթ, որը հայկական պետության համար մեղմ ասած անվտանգության լրացուցիչ բարդություններ է ստեղծելու։ Արցախի հանձնումը կգցեն Ռուսաստանի եւ ազգային ուժերի գրպանը, կաստվածացնեն Արայիկ Հարությունյանին, կչեզոքացնեն մինչև վերջ իրենց լինելիության եւ հայկականության համար ազնիվ կռիվ տված մաքուր տղերքին եւ այս ամենը հանուն մի կտոր հացի։ Իսկ մենք կփակենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը։ Եթե մենք Ղարաբաղը ուզենայինք հանձնենք Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը միջև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեին։ Ուրեմն մի խումբ խեղվածներ մեր երկրում որոշել են, որ մեր երեխաների հիշողության միջից պետք է ընդհանրապես հանել Արցախի սահմանները։ Ար երևույթ մի տեղանք։ Այն էլ նշել Լեռնային Ղարաբաղ անունով։ Ադրբեջանի իհարկե կանվանի այդ պայմանագիրը բացառիկ հնարավորություն, որովհետև շատ լավ հասկանում է, որ ի վերջո ցանկացած փաստաթուղթ, որ պետք է ստորագրվի, անկախ փաստից թե 29-8 այստեղ իրենց կոկորդները կպատրեն կասեն, Ադրբեջանը դա չի ճանաչել։ Ադրբեջանի համար ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, ընդամենը ժամանակ ձգելու խնդիր է։ Եթե Հայաստանի իշխանությանը թվում է, որ միջազգային անվտանգային մեխանիզմները պիտի բերի Եվրոպան կամ Միացյալ Նահանգները, այս տարածաշրջանում կբերի, բայց լինելու է արդեն թուրքական տարբերակ։ Գունոլդու Փաշինյան, դիասեն։ Փաշինյանը գնում է անկլավները ռեալ հանձնելու։ Կասեք ինչպես, ես էլ կպատասխանեմ։ Շատ պարզ։ Կպատճառաբանի, որ զոհերից խուսափելու համար է անում, էլի կմտնի բունկեր, հոգեկան անհավասարակշիռ վիճակում, վաստակաշատ հարբեցողի էությամբ կխոսի երկիրը թալանողների մասին, մի քանի օդիոզ դեմքի կբռնի, կնստեցնի կամ գործ կառուցի, հետո կասի ձեր երեխաների կյանքը փրկեցի։ Ամենավերջում ինքը վերջում տեսնելու է մուրճը, մի սիմվոլ, խորհրդանիշ, մտնելու է նորից ժողովրդի մեջ, էլի հարբած վիճակում բորձուր լիզել, չգիտեմ։ Եվ նորից Քարոզ Արշավանի։ Եվ նորից Քարոզ Արշավի անելու եւ մարդկանց հետական անգամ խափելու է նորից մեղք կգցելով Ռուսաստանի, չգիտեմ, Իրանի, Ամերիկայի եւ նախկինների հետ։ Ինչպես տեսնում եք, Նա պարզապես վախի մթնոլորտը թեժացնելով մեր զգոնությունն է ուզում թուլացնել եւ ամենակարևորը մեզ վերականգնվելու կամ ռեաբիլիտացիայի շանս եւ ժամանակ չտա։ Սա պարզապես նոր կանխարգելիչ պատերազմ սկսելու անոնս է, ազդագիր։ Գունոլդու Փաշինյան, դիասեն։ Ինչպես եւ բազմիցս նշել եմ, Հայաստանի սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի սրտով չեն, իսկ դրա լուծումը Փաշինյանի 3 մանետանոց հարճերը պատկերացնում են Հայաստանի 3-րդ հանրապետության վերացումը։ վերլուծելով Հայաստանի 3-րդ հանրապետության պատմությունը, հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի հանրապետության հարատեվությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, ողջունելով Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության միջև հաստատված խաղաղությունը, ապահովելու համար Հայաստանի հանրապետության նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը, ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, հենվելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Դեմոկրատներին փոխելու ժամանակը կարծես եկել է եւ պատահական Թրամփի ակտիվությունը, որովհետեւ հանրապետականները սովորաբար Ռուսաստանի հետ կարողանում են աշխարհ կիսել։
դեմոկրատները չեն կարողանում, որովհետև իրենց մի փոքր այսպես կոչված արձակային համակարգ խանգարում է, հա։ Փաշինյանն Իլուր Աշխարհի հերթական անգամ հայտարարելու է, որ սահմանին Ադրբեջանի հետ խաղաղության կնքման նախապայմանը ներպետական խաղաղության հաստատումն է։ Փաշինյանը Ադրբեջանի հետ ստորագրելու է բաղձալի թվացող խաղաղության թուղթը, ընդ որում փորձելու է երաշխիքներ կորզել, թեկուզ եւ ձևական, որ Հայաստանի տարածքը թղթով 29842 կիլոմետր է եւ Բաքվից ստանալու է երաշխիք միմյանց վրա չհարձակվելու։ Այդ թուղթը ստորագրելուց հետո Նիկոլը ասելու է Հայաստանը որպես քաղաքական միասնություն կատարյալ ինքնիշխան է։ Ուշադրություն դարձրեք այն եզրաբանությանը տերմիններին, որը գործածում է։ Ամբողջությամբ արտացոլում է Նիկոլ Փաշինյանի ձևավորած նարատիվի, խոսույթի, առանցքային եզրույթները։ Ասելու է Հայաստանը կատարյալ ինքնիշխան է եւ անցնելու է հաջորդ փուլին, որոշելու է իր եւ Հայաստան պետության ներքին թշնամու։ Թշնամին նա է, ով չի նույնականացնի հայրենիքը եւ պետությունը։ Մենք այսօր անկախ ենք, քան երբևէ ինքնիշխան ենք, քան երբևէ պետություն ենք, քան երբևէ եւ թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի այսօր։ Հիմա նույն սցենարով հանձնվելու է Տավուշի մարզի 4 գյուղ, նախնական 4 գյուղը, իսկ հետո Տիգրանաշենը, դիմացը ստանալով ոչինչ։ Մենք պատրաստ ենք գնալ այս գործընթացին եւ դեմ չենք այս գործընթացը սկսել Տավուշի մարզի Բաղանից, Ղազախի շրջանի Բաղանից այրում, Տավուշի մարզի Ոսկեպար, Ղազախի Աշաղը Ասկիպարա, Տավուշի մարզի Կիրանց, Ղազախի շրջանի Խեյրեմլի, Տավուշի մարզի Բերքաբեր, Ղազախի շրջանի Գզլ Հաջիլի գյուղերի հատվածում Վերջին 10 տարվա ընթացքում ընդհանրապես քրիստոնեական արժեքների դեմ ուշքի պայքար է ծավալում ամբողջ աշխարհում։ Դրոշակակիրների անունները չեմ ուզում ասել, բայց բազմաթիվ ուղղություններ կան եւ նրանց աղանդավորական այսպես կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվությունից կարելի է դատել Հայաստանը։ Ես Հայաստանի հետ կապված եմ ուզում ասել։ Խնդիրը դրված 1720-ամյա հայ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցու հիմքեր սասանել որպես ազգային միակ եւ լուրջ անպարակտելի Պահպանության ինստիտուտ, այո, արժեքային համակարգ խտացրել։ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, նույնիսկ եթե արյան գետեր թափվեն, գնալու է մինչև վերջ։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի։ Ուկրաինայում արդեն հասկացել են, որ հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին։ Ընդհանրապես ուկրաինական այս դիրքորոշումը պատերազմի հնարավոր դադարի եւ ընդհանրապես դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծելու հարցը դեռ պարզ էր անցած տարվանից, երբ ՆԱՏՕ-ի հակահարձակումը տապալվեց եւ ինչի մասին բազմից խոսել ենք։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոպան զորք չեն տարել Ուկրաինա։ 2.5 տարի անխնա զինել են այդ երկիրը, իսկ հիմա կամաց հետ են քաշվում, նահանջում են, հասկանալով, որ տապալել են ամեն ինչ տնտեսությունից մինչև երկխոսության հնարավորություն։ Իսկ եթե Մոսկվայի հետ բանակցային սեղանի շուրջ համաձայնության չգան ամենամոտ ժամանակում, ապա հետագա բանակցային պայմանները ավելի խիստ են լինելու եւ Մոսկվայի հետ կոնսենսուսի հասնելու հնարավորությունները գնալով ավելի են դժվարանա։ Թրամփի վարչակազմին ժամանակ է պետք ռազմավարությունը ճշգրտելու, առաջնահերթությունները հստակեցնելու եւ միջազգային դերակատարների հետ շփումները վերաիմաստավորելու համար։ Առաջիկայում տեսնելու ենք հայտարարություններ եւ նախնական գործողություններ, որոնք ուղղված են լինելու ներքին եւ արտաքին քաղաքական հավասարակշռությանը եւ միայն դրանից հետո պետք է ակնկալել փոփոխությունը։
Թրամփի իշխանության գալը մեծ քաղաքական քարտեզի վրա շատ բան է փոխելու։ Բնականաբար ռազմական գործողությունները Ուկրաինայում կունենան ինչ-որ ողջամիտ ժամկետում դադար կամ տրամաբանական ավարտ։ Ուկրաինան հայտարարել է չեզոքության մասին, եթե մնա որպես այդպիսին պետություն, հա։ Իրանը ազդեցության շատ լծակներ ունի թե Հայաստանում, թե Իրան, թե Ադրբեջանում։ Եվ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի փորձի դիվանագիտական ճանապարհով խաղաղ բանակցությունների միջոցով այս խնդրին ոչ թե լուծում տալ, այս խնդրի քննարկումները ձգձգել, հա, երկարացնել մինչև համապատասխան ռեգիոնալ եւ միջազգային պայմաններ կստեղծվեն այդ հարցերում, բայց պատերազմի մեջ մտնի Հայաստանի համար այս համարում եմ պարզապես քաղաքական տկարություն։ Շատ պրիմիտիվ տեխնոլոգիա։ Նույնը ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին, երբ ընդդիմադիր դաշտում ուռճացրեց մի տեխնացուի, մասնագիտորեն ասում ենք դեմոնիզացրեց, այսինքն դարձրեց թշնամի, հետո սկսեց մարդկանց սարսափեցնել, որ եթե ինքը գա իշխանության, բոլորիդ պատժելի է։ Ուստիև ես մնում եմ թեկուզ եւ վատ, բայց միակ այլընտրանքը։ Եթե Իրանի շուրջ օղակը ել ավելի սեղմվեց եւ Թեհրանը Վաշինգտոնի հետ չկարողացավ բանակցային սեղանի շուրջ նստել, ամենայն դեպս Բայդենի ադմինիստրացիայի ավարտին եւ մինչեւ Թրամփի ինագուրացիան հունվարի վերջ, հունվարի 25, 2-3 պետություն կա, որոնք կարող են օգտվել իրանական գործոն այստեղ թույլատնելուց Թուրքիա, Իսրայել, այս երկու առանցքային դերակատարներ եւ Ադրբեջան բնականաբար։ Իրանը կոշտ կպատասխանի իր հյուսիսային սահմաններին։ Այս գարունը վերջին հնարավորությունն է։ Արեցինք, կսկսենք աշխատել գալիք Հայաստանի ուղղությամբ, որն անպայման վերագտնելու է իր ազգային արժանապատիվ դիմագիծը։ Չարեցինք, վստահեցնում եմ, Հայաստանում ունենալու ենք երկրորդ կինչեն ըն, որը մեզ ու մեր Հայաստանը մաս նվիրելու է թշնամուն եւ Ներոնի նման հրճվելու է մեր խարույկ դարձած երկրի եւ դիակի վրա։ Պետք է ընդունենք նաեւ, որ մեր վերահսկողության ներքո կան Ադրբեջանի տարածքներ, եթե չընդունենք, հեսա խաղաղությունը։ Նիկոլի խունտան միաժամանակ իրականացնում է քրիստոնեական համակարգի փոփոխության փորձ, նվազագույն բարձրաձայնում այդ մասին։ Իսկ եկեղեցականների քննադատությունը ընդամենը քող է, ծխացած կույտ, նպատակը շատ ավելի խորքային է։ Չի լինելու կոմպրոմիս, ես ուղիղ եմ ասում։ Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիչ Ներսյանը պետք է գնա, եւ ես ասում եմ, ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ։ Հայաստանի համար դժվող սարդարապետի ճակատամարտը դեռ չի եղել, հերոսամարտը։